Շիրակի մարզում մի կարկուտի վնասը չգույքագրած հաջորդն է գրանցվում։ Ամռան ընթացքում արդեն 5-րդ կարկտահարությունը այս անգամ Անիի տարածաշրջանի 6 գյուղի է վնաս հասցրել։ Բագրավանը ամենաշատ տուժածներից է։ Գույքային վնասից բացի դաշտերում բերքն է հողին հավասարվել։ Կոմբայնը մի քանի օրից պետք է այս արտեր մտներ, բայց չհասցրեցին։ Երբ եք քաղելու։ Մի 10 օրից ամենաուշը։ Այս տարի չի եղել ման տարոր, այս տարվա պես պիտի մենք բերք քաղենք։ Դուք եք տեսնում իր վիճակը բանը, բայց լրիվ հավասարցրել է հողին։ Այստեղ կոմբայն կմտնի։ Ոչ, ես քաղեմ հասկը։ Մեջը հատիկ չի մնացել։ Սաղ թափել է։ Կոմբայնը մտնի ինչ են։ Սից պետք է քաղվեր 10 տոննա ցորեն, բայց 2 ցորեն չի ելնի։ Սպես կարգուտ ես գյուղում երբեք չեմ տեսել, եղել է սելավան, բայց քիչ ա եղել։ Բագրավանի 1000 հեկտար ցանկատարածությունները պաշտպանելու համար 6 հակակարկտային կայան է տեղադրված։ Գյուղացիները զայրացած էին դրանցից, որևէ մեկն անցած ուրբաթ չէր կրակել։ Այս նմանատիպ հողերը 100% ոչնչացված են։ Մենք էլ սպասում ենք նրանք զենիտա համակարգային այդ համակարգիչով պետք է մեզի պատասխան տա, թե ինչու համար չեն կրակել զենիտները։ Պատճառաբանում են գազը, գազ չի եղել, թող գազը տանեն 2 օր առաջ լցեն, եթե այդ կարգի անփույթ վերաբերմունքով են աշխատում, թող այդ մարկանց ենթարկեն պատասխանատվությամբ։ Ժողովրդի բերքը լրիվ լացի բան է, ավիրվել է։ Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը դաշտերում էր, վնասն էին գնացել գույքագրելու։ Հեռախոսով պատասխանեց, թե ինչու կայանները չէին կրակել։ Հակակարգային կայանների գազաբալոնները առավոտյան եկել են տարել են լիսկավորելու, մի քանի ժամից հետո հետ են բերել, բայց այդ ժամանակահատվածում կարկուտը խփել է։ 6 հատն էլ եկել են բալոնները հանել են լիսկավորելու, եթե մի հատն էլ հանես, կայանը չես կարող աշխատեցնել։ Կարկուտի ժամանակ դաշտում գտնվող հովիվներն էին տուժել, մեկին մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին հասցրել։ Հովիվներից Անդրանիկ Սիրեկանյանը ևս գլխին վնասվածքներ ուներ։ Ասում է նման կարկուտ երբեք չէր տեսել։ Միանգամից խփեց։ Սովորական բանը կարկուտի նման է չէր։ Ոնց որ արծե բանը բեգորներ են դեր կդրված sense մեծ բանը անճորնի։ Բանը դες ներող խփում էր։ Աշե, մեջքը բացեմ տնաս, մեջքը։ Գյուղում մի քանի տասնյակ մեքենաների ապակիներ են կոտրվել։ Մերսեդեսը շուշենել է ջարդը, ստենա է, ավերել է, կարգուդն է։ Տելեֆոնն է բերի քաշում, թրջի վերջում։ Չհասցնես ավտոն մտցնես գարաժ, այդ ձևի մի անգամից փոթորիկ կարգուտ։ Այդպես։ Տելեֆոնով կապել ենք մինչև տենանք ինչ կերնի։ Այսօր ամեն մեկը շտապում էր իր տանն ու տնտեսությանը հասցրած վնասը ցույց տալ։ Հարևանի տանտանիքի պոկված բեկորներից վնասվել էր միայնակ ապրող Վարոսյան քույրերի տանիքը։ Կրիշը լախչի մտել է մեջը։ Այսքան փայդը մեջ կրիշների միջից են հանել։ Արի Սատչա։ Ոչ մի հոգի, ոչ մի, Սատչան, հենց մեծամասնություն է այս սենյակի վրա։ Այ այսպես, այս լրիվ այս տանիքը լղճած է, այս տանիքը չկա, այստեղ վիրև է, տանիք չկա, այսպես թապը մեր, այսպես ծով էր։ Մի հատ բոմբ, այսպես ես գիտեի բոմբ էր, դուրսը, ես փախա մտանդեղ մի հատ բան կար, խորտանոց կար, ես մեկ հազիվ ընդիսպես սկսեցի դեղ։ Գյուղում ոմանք չսպասելով որևէ օգնության սկսել էին տանիքները վերանորոգել, քանի որ անձրևներ են, թեև ամառային առաջին ուժգին կարկուտից ավելի քան 1 ամիս է անցել, բայց դեռ պարզ չէ կառավարությունը վնասի որևէ փոխհատուցում կտրամադրի, թե ոչ։ Նման նախադեպ եղավ անցած տարեվերջին, մասնակի փոխհատուցեցին 2024 և 2025 թվականների ընթացքում կարկուտներից տուժածներին, բյուջեից հատկացնելով մոտ 2 միլիարդ դրամ։